Բարև ձեզ, Ազատության լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Քուր Արաքսյան մշակույթի մասին, որն իր ողջ հզորությամբ գոյատևել է 5-րդ հազարամյակից մինչև 3-րդ հազարամյակի կեսերը։ Մինչ օրս էլ հայտնաբերվում են այս մշակույթի հետքերը ոչ միայն հայկական լեռնաշխարհում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Թեմայի շուրջ կխոսենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ասացի, որ պետք է խոսենք Քուր Արաքսյան մշակույթի մասին եւ կցանկանամ անմիջապես հարցս ուղղեմ. ինչ է իրենից ներկայացնում Քուր Արաքսյան մշակույթը, երբ է ձևավորվել եւ ինչ ժամանակաշրջան է այն ընդգրկում։ Քուր Արաքսյան մշակույթ անվանումը չի կարելի կոչել վերջնական, որովհետեւ նա չի արտահայտում ում այդ մշակույթի գաղափարը, էությունը, ու ասենք, որ այս մշակույթի հետքերը հայտնաբերվել է 19-րդ դարի երկրորդ կեսից, այդ ժամանակաշրջանում արդեն պատմությունը բավականին քաղաքականացված էր, որի համար փորձել են տարբեր անուններ տալ այս մշակույթին, ու կոչվել է Կովկասյան մշակույթ, նաև կոչվել է կարմիր եւ գորշ կերամիկայի մշակույթ, որոնք փորձեր են եղել պարզապես տարածաշրջանից դուրս հանել այդ մշակույթը, զրկել նրան ազգային պատկանելությունից եւ ասենք հայ որոշ ուսումնասիրողներ, հնաբաններ ավելի ճիշտ կոչել են Շենգավիթյան մշակույթ, որտեղ ոչ միայն նրա կենտրոնը գտնվում է Երևանում, մեր Շենգավիթի շրջանում, այլ նաեւ որ այնտեղ է գտնվում ամենախոշորագույն կենտրոններից մեկը, որը ավելի արդեն կոնկրետացնում է, միջայլոց ասեմ, որ նաեւ սա արդեն ցույց է տալիս, որ խոսել Երևանի 2007-2008 տարվա պատմության մասին դառնում է ընդհանրապես անիմաստ, որովհետեւ Շենգավիթյան մշակույթը առաջին հերթին առանձնանում է նրանով, որ այդ ժամանակ սկսում է ձևավորել քաղաքային կուլտուրան, այսինքն հիմնվում են քաղաքներ, նույնիսկ իրենց ջրամատակարարումով, ամրոցներով, կիկլոպյան տերտերով եւ որը արդեն քաղաքային նշանակություն է, այսինքն խոսել Երևանի տարիքի մասին, պետք է վերցնել հաշվի առնել այս փաստը եւ նշել, որ Շենգավիթյան մշակույթի շրջանից արդեն գոյություն ուներ այս մշակույթը։ Բոլոր ուսումնասիրողները ստիպված են ընդունել, որ այս մշակույթի կենտրոնը ձևավորման եղել է հայկական լեռնաշխարհը, ավելի կոնկրետ ամենահին շերտերը հայտնաբերվել է մինչև այժմ ընդունված Արարատյան դաշտը, Արաքսկետ շրջակայքը, Պորտասարի հայտնաբերումից հետո անհրաժեշտ է սրանք բավականին վերանայել, որովհետև բավականին նույնություններ, ընդհանրություններ կան եւ փաստորեն կարող ենք ասել, որ Քուր Արաքսյան մշակույթը կամ այն մշակույթը, որը մենք կոչում ենք Քուր Արաքսյան մշակույթ, փաստորեն ունեցել է ավելի շատ մեծ աշխարհագրություն եւ հավանական է ընդգրկել է ողջ հայկական լեռնաշխարհը իր ձևավորման առաջին փուլում։ Ուսումնասիրողները ընդունում են Քուր Արաքսյան մշակույթի այն շրջանն նշում, երբ փաստորեն նա արդեն դուրս էր եկել իր բնորանից եւ սկզբնական շրջանում տարածվել էր հայկական լեռնաշխարհի շրջակայքում, այսինքն այժմյան հարավային ամբողջ Կովկասով, Սիրիա, հետագայում իջել է նաեւ Փյունիկիա, այժմյան Լիբանան, Պաղեստին, հասնելով մինչև Եգիպտոս, իսկ մյուս կողմից հյուսիսային Կովկաս, Եվրոպա եւ աստիճանաբար տարածվելով իր ազդեցությունը տարածել հասել է մինչև փաստորեն ողջ եվրազիական մայրցամաքի եւ Աֆրիկայի հյուսային շրջանները, այսինքն սա մի հսկայական տարածք է եւ փաստորեն ընդունվում է մինչ այս, որ այդ տարածման ժամանակաշրջանը համապատասխանում էր Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակին, սակայն այժմյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փաստորեն գոնե այդ տարածման շրջանը պետք է ընդունել Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակ, իսկ բնական է, որ այդպես վերջնական ձևավորված մշակույթ որպեսզի տարածվեր, անհրաժեշտ էր, որպեսզի նա անցներ նաև իր ձևավորման փուլը, սկզբնավորման փուլը, որի համար նույնպես անհրաժեշտ են
մի քանի հազարամյակներ եւ շատ կոպիտ հաշվարկներ, որովհետեւ ասեցինք ուսումնասիրությունների նոր շրջանը, որ սկսվել է դեռ վաղ է մեծ եզրակացություն այն, բայց ընդհանրապես կարող ենք ասել, որ սրանք գնալով միանում են Էրիխոնին, Ուգարիտին եւ ավելի հին արդեն հայկական լեռնաշխարհում հայտնաբերված Պորտասարին, մեր Քարահունջի այդ ժամանակաշրջաններին, այսինքն այստեղ մոտավորապես ամենակիչը անցել է եւս 4-5,000 տարի, այսինքն գալիս է մոտավորապես Քրիստոսից առաջ 10-րդ հազարամյակ, երբ հասցրին այս մշակույթի ձևավորման շրջաններ։ Ինչ է ընդհանրապես իրանից ներկայացնում Քուրարաքսյան մշակույթը, դա ուրեմն նախապատմական ամենամեծ ընդհանրությունների վրա հենված մշակութային տարածք է, որը իհարկե հնարավոր չէ այդքան մեծ տարածքում, որ լինի միատեսակ մշակույթ, կան նաև տեղական առանձնահատկություններ, սակայն ունեն նաև ընդհանուր գծեր, ասեմ, որ այս մշակույթը կարևորագույն նրա առանձնահատկությունն այն է, որ հենված է մետամշակման վրա, սկզբում պղինձը, հետո բրոնզը պահանջում էր բարձր կազմակերպվածություն, նաև տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական կապեր, օրինակ ասենք Իսպանիայում ձուլվում էր բրոնզ, որի բանակը ստացվում էր Մեծ Բրիտանիայից, սա դեռևս այժմյան հասկացության մոտիկ են, բայց երբ հայտնաբերում են Գերմանիայում նաև բրոնզի մշակում, որտեղ ուրեմն օգտագործվել է անագը Մեծ Բրիտանիայից, իսկ Ուրալից բերվել է պղինձը, եւ փաստորեն այդտեղ աշխատում է տնտեսագիտական լծակի օրենքը 1960-ական թվականներից բավականին ուսումնասիրված է այդ առևտրական կապերը, երբ ուրեմն այս լայնարձակ տարածաշրջանում տարբեր ուղղվածություն ունեն, ասենք նորից նույնձև Պիրենեան թերակղզին նաև ոսկե շարթերի ցոլման կարևորագույն կենտրոններ, իսկ ասենք Հայաստանը արտահանում էր ոչ միայն տարբեր տեսակի զենքեր, որոնց ինչալոց կաղապարները հիմնականում հենց Հայաստանում են հայտնաբերվել, բայց այդ տեսակի զենքեր հայտնաբերվել են բավականին շատ հեռու, նաև հիմա կարող է չգնահատվի նրա արժեքը, բայց նաև մեծ նշանակություններ հայկական վանակապը, սատանայի եղունգը, որը ավելի շատ ուներ սրբության նշանակություն, չնայած նաև տնտեսական նշանակություններ, ասեմ, որ դրանից հետո շատ հետո հին Հռոմում բժշկական գործիքները պատրաստում են հիմնականում ոչ թե բրոնզից, այլ նորից վանակատից եւ ասենք մեր հրազդանի վանակատը հայտնի է, որ հասել է մինչև Սիբիր, անգամ նշումներ կան, որ հասել է մինչև Ամերիկա, հայկական լեռնաշխարհից դուրս եկած ցեղերը, որոնց իրենից է տարել էին այդ մետաղի մշակումը, այդ ժամանակաշրջանում սկսեց խոշոր երջերավոր անասունների պուծումը, նաև խոզապուծությունը, հողագործությունը, այսինքն նաև ոռոգման սիստեմի բաներ ստեղծումը, նաև իրենց հայրենիքից որպես սրբություն տարել էին վանակատը, որը մետաղի մշակումից առաջ Հայաստանում կարևորագույն մշակվող ուրեմն խումքներ, ամենակարևորը պետք է հաշվի առնել, որ դա մետաղամշակման շրջան էր եւ կարևոր մի բան ասեմ ձեզ, ուրեմն Մովսես Խորենացի նորից, երբ խոսում է Հայկի Հայաստան վերադառնալու մասին, նշում է, որ երբ Հայկը եկավ Հայաստան, Հայաստանում բավականին նոսր էր բնակչությունը եւ նա նշում է, որ բնակչությունը հիմնականում կենտրոնացված էր Վանա լճի շրջակայքում եւ ուրեմն Մասի շրջակայքում, երբ սկսվում է այս մետաղի մշակումը, Հայաստանի բնակչությունը, մեր նախնիները սկսում են կենտրոնանալ հիմնականում 3 կարևորագույն շրջաններում, մեկը այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքի հետ համապատասխանում, այսինքն հյուսիսարևելյան Հայաստանն էր, որտեղ հարուստ բղնձի հանքեր կան, մյուսը Վանա լճի շրջակայքը եւ երրորդը փաստորեն հայկական Տավրոսի շրջանը, որի հետ էլ կապվում է մեր ասած Պորտասարի հնավայրը,
Եվ սա կապված էր մետաղի մշակման հետ, որովհետև մեր նշած տարածքները հարուստ էին պղնձով եւ փաստորեն տեղական պղնձի, նաեւ այժմ արդեն ստույգ հայտնի է, որ նաեւ Հայաստանի հարավում կային անագի հանքեր, բայց որտեղ չէին բավարարում, նաեւ Հայաստանում տարածված էր մկնդեղով պատրաստված բրոնզը եւ այլն։ Այսինքն փաստորեն սկզբնական փուլը տեղական հումքով լրիվ բավականացնում էր, սակայն բնակչության աճի հետ մեկտեղ սկսվում է Հայաստանում բնակչության արտահոսքը, Հայաստանում էր կիկլոպյան ամրոցների գոյությունը այդ շրջանում, խոսում է այն մասին, որ հավանական է սկզբում ցեղերի միջև, հետո արդեն այդ պայքարի շնորհիվ ձևավորվում են ցեղային միությունները, որոնք սկսում են պայքարել այդ հանքերի լավ ճանապարհների համար եւ բավականին մեծ քանակությամբ բնակչություն, սրանք արդեն կազմակերպված արունակցական ցեղերով դուրս եկող խմբեր են, սկսում են աստիճանաբար բնակչություն հաստատել, սկզբում հարավային Կովկասում, իրանական սարահարթում, հետո նաև անցնում են կովկասյան լեռները, մտնում են ռուսական սարահարթ եւ փաստորեն այդ մշակույթը տարածում են։ Բնական է նրանց գլխավոր հետաքրքրողը մետաղի հանքերի գոյությունն էր։ Պարոն Կարապետյան, ասացիք, որ այս մշակույթի առանձնահատկություններից մեկը մետաղամշակումն էր։ Էլ ինչ առանձնահատկություններ կար, որ կցանկանայիք առանձնացնել։ Նրանք իրենց հետ տանում էին բավականին բարձր քաղաքակրթություն, այսինքն խոսքը չէր վերաբերում միայն մետաղագործությանը, հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում նաև սա քորալաքսյան մշակույթի կարևորագույն առանձնահատկություններից մեկն է, որը հայտնի է միայն եւ միայն այդ քորալաքսյան մշակութային շրջանում խեցեգործությունը, մինչև այդ փաստորեն խեցեգործությունը բավականին շատ կոպիտ էր, սկսում են պատրաստել այսպես կոչված կարմիր եւ տարբեր երանգներով մինչև մոկ գորշագույն խեցեղեն, որոնք լավ փայլեցված էին, բարձր որակ ունեին, նաև ուրեմն սկսում են օգտագործել երկրաչափական պատկերները խեցեղենի վրա, որը ասացինք կարևորագույն առանձնահատկությունն է այս մշակութային շերտի։ Հայաստանից այդ շրջանում տարածում է գիտությունը, հատկապես աստղագիտությունը, որը շերտորեն կապված էր հավատամքի հետ եւ շատ հետաքրքիր է, որ մեր նշված տարածքներում սկսում են կառուցել միանման մեծ քարե կառույցներ, ասենք ժողովուրդը լավ գիտի Սթոունհենջը, բայց ասենք նաեւ կա քարաքալան, որը նորից քայլող քարեր է հայերեն նշանակում, կամ վերջերս Ռուսաստանի արևմտյան Սիբիրում հայտնաբերված բնակավայրը, նաև իր կրոնական այդ կառուցվածքով, նաև այդ ժամանակաշրջանում մեր նշված ողջ տարածաշրջանում տարածում են այդ սպիրալանման այսպես կոչված լաբիրինտները, երբ քարերով աճ եւ ցախ պտույտներով ուրեմն այդ լաբիրինտներ են կառուցում, որը նորից խոսում է կոնկրետ միանման հավատքի աշխարհաճանաչման ձևավորման մասին, հատկապես Գերմանիայում այդ շատ լավ նկատված, բայց նաև տարածված է հարևան երկրներում դիակիզման, ուրեմն թաղման ձևն է տարածվում, տարբերություն մինչ այդ, երբ ուրեմն դիակներին թաղում էին, հիմնականում աճ եւ ցախ պտույտով կանանց սաղմի ձև էին տալիս, պտույտը դեպի ցախ, իսկ տղամարդկանց դեպի աճ, նաև օկրայով, կարմիր ներկում են նրա դեմքը, նաև մարմինը, նրան փաստորեն վերածնունդ ապահովելու համար, ապա այժմ ուրեմն ավելի շատ տարածում է դիակիզման արարողությունը, որը նորից խոսում է միանման հավատի մասին, եւ այստեղ պետք է գտնել այն արմատները, որ չնայած տարբեր ազգերի մոտ ձևավորում է տեղական նշանակության տարբեր կրոնական հավատալիքներ, սակայն երբ ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ մեր նշված տարածաշրջանում բնակվող տարբեր ազգերը ունեն ամենայն դեպս աշխարհաճանաչման բավականին մոտ ընդհանրություններ եւ փաստորեն հավատի տեսակետից բավականին մոտ են իրար եւ պատահական չէ, որ ասենք տարբեր ազգերի սպասավորներ, քրմեր հանգիստ կարողանում էին մեկ այլ ազգի տաճար մտնել եւ աղոթել իրենց ուրեմն դիցերին, դիցուններին, որովհետեւ գտնում էին, որ
Տարբերությունը միայն արտաքին է, իսկ նրանք փաստորեն հավատամքի ընդհանրություն ունեն, որը ասեցինք այդ ընդհանրությունները գալիս էին մեր ասած Քուր Արաքսյան մշակույթից։ Շատ հետաքրքիր մի առանձնահատկություն էլ կա, որը վերաբերում է միայն եւ միայն նորից Քուր Արաքսյան մշակույթին, ուրեմն հայտնաբերվել են նաեւ թաղման ծիսակարգեր, նաեւ ուրեմն այրված է սափորների մոտ հայտնաբերվել են բրոնզե օղեր, որոնք այժմ համարվում են, գիտնականներն հավարում են, որ եղել են զարդեր, սակայն իրականում ես կարծիք եմ հայտնել եւ ինձ թվում է ճիշտ է, որ դրանք իրականում եղել են ապրանքափոխանակման միջոց, այսինքն դրամի նախատիպն է եւ բրոնզներ, որ պետք է դառնար գլխավոր որոշիչը այդ փոխանակային առևտրում։ Սա էլ հիմնական գծերն են, գնաց պետք է անպայման նորից նշեմ, որ սա չէ նշանակում, որ ամբողջ Քուր Արաքսյան մշակույթը միատարր է, կար տեղական առանձնահատկություն, նաև այդտեղի բնակչությունը տարբեր մարդաբանական խմբեր գտնում են տարբեր զարգացման աշխարհում, սակայն փաստում է փաստ, որ ասենք Միջին Ասիայում մինչև ուրեմն Քուր Արաքսյան մշակույթի սկսելը մենք տեսնում ենք, որ ժողովուրդը գտնվում է ամենաստորին զարգացման աշխարհում, հիմնականում ասենք տարածված է որսորդությունը, հավաքչությունը, այսինքն գտնվում են վերին ուրեմն քարի դարում ու միանգամից սկսվում է տարածքներում քաղաքների կառուցումը։ Այդ զարգացումները Քուր Արաքսյան մշակույթի Հայաստանից դուրս բերեցին նրան, որ աստիճանաբար տեղական առաջնորդները սկսեցին կտրվել ժողովրդից, հենց այդ առևտրի շնորհիվ սկզբնական շրջանում սկսեցին հարստություն կուտակել եւ առաջացավ անհավասարությունը, որը ի վերջո բերեց նրան, որ Քուր Արաքսյան մշակույթը բավականին արագ հայկական լեռնաշխարհից դուրս ուրեմն ավարտվեց եւ այնտեղ սկսվեց այսպես կոչված ռազմական դեմոկրատիայի ժամանակաշրջանը, երբ ուրեմն ցեղի առաջնորդները զորահրամանատարները սկսում են ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, մարդկությունը մտնում է մի շրջան, երբ ուրեմն զինվորը գովերքում է, թե ինչի է պետք իրեն հող ցանել կամ անասուն պահել, երբ այդ բոլորը ինքը կարող է առնել մի օրում իր սրի միջոցով, որը արդեն խոսում է այն մասին, որ բնակչությունը փոխել է իր աշխարհաճանաչումը, սոցիալական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որի պայմաններում նաև կտրվել էր կապ իրենց նախահայրենիքի հետ եւ ասեմ, որ նաեւ հատկապես այն տարածքներում, որտեղ ոչ հայրական, ոչ եվրոպական ժողովուրդներ էին ապրում, նույնիսկ թշնամական վերաբերմունք է ձևավորվում մայր հայրենիքի Հայաստանի հայկական լեռնաշխարհի նկատմամբ եւ արդեն մենք մտնում ենք պատմական շրջանը, երբ ասենք տեղի ունենում Բելի պատերազմը հայկի դեմ եւ նվաճողական քաղաքականությունը, որն արդեն ասացինք իրականում մտնում է պատմական ժամանակաշրջանը։ Կարևոր առանձնահատկություններից է նաև քաղաքաշինությունը։ Կմանրամասնեք ինչպիսին էր այդ շրջանում քաղաքաշինությունը, ինչպես էին կառուցում տները։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են տների մի քանի տեսակներ, որոնց տիպերը հետագայում մենք հանդիպում ենք տարբեր տարածքներում, որոնք կրկնում են հենց Հայաստանում եղած ճարտարապետական ոճը, ասենք շատ հետաքրքիր է ցցային տները, երբ ուրեմն ցցերի վրա սարքվում էր տունը, այդպիսի տների կառուցումը հայկական լեռնաշխարհում միայն տարածված էր այն տարածքներում, որտեղ ուրեմն խոնավ էր հողը եւ ուրեմն տունը հողի վրա կառուցելիս արագ ուրեմն հիմքը սկսում էր քանդվել եւ փաստորեն անհրաժեշտ էր, որպեսզի հողի շփումը լիներ փոքր, որի համար այսպիսի տները հատկապես տարածված էին Արաքս գետի շրջակայքում, որը բավականին ճահճացած էր Սևանի ավազանում, խոսքը վերաբերում է հյուսիսարևելյան Հայաստանի։ Եվ սա տարածվելով հասնում է մինչև Սևծով, ասենք այժմ էլ Աբխազիայում այդպիսի տների կարելի է հանդիպել, որ այդ նույն ոճին է կառուցվում։ Եվ հետաքրքիրն է, որ հենց նույն ձևի տներ հայտնաբերված են Իտալիայում եւ Իտալիայից շատ հեռու Ուրալում եւ բանը հասել էր այնտեղ, որ այս տները կառուցվում են ոչ միայն այնպիսի վայրերում, որտեղ փաստորեն խոնավության հետևանքով սա բնական էր, նաեւ այնպիսի վայրերում, որտեղ չկար դրա
իմաստը, սակայն այդ ավանդույթները ճարտարապետական ոճը փաստորեն եկել էր եւ փաստորեն կառուցվում էր հաշվի չառնելով թե ինչպիսին է բուն տարածքը, ինչ բնակլիմայական պայմաններ ունի, այլ կարևորում էր թե ինչպիսի ոճ են իրանց հետ բերել։ 5-րդ հազարամյակի վերջին, 4-րդ հազարամյակի սկզբին սկսվում է տների կառուցման մի նոր տեսակ, որի միջալոց շատ մեծ նշանակություն ունեցավ հետագա հայկական ճարտարապետության վրա։ Ուրեմն դա խոսքը վերաբերում է ուրեմն շրջանաձև տներին, կառուցում էին այնպես որ կես մետրից 1 մետրը մեր հողի մեջ, որպեսզի ջերմաստիճանը կարողանար ավելի տաք լինել, նաև խոնավությունից ապահովելու համար տունը ներսից եւ դրսից պատվում էր կավաշերտով կամ խճակարով ծածկվում էր գետինը, որից հետո կրակ էին անում եւ այդ կավը պարտորեն թրծվում էր, լինում էր բավականին հարմար տուն, հատկապես Արարատյան դաշտը բավականին փոփոխական կլիմա ունի եւ քամին էլ շատ կան, որի համար էլ ուրեմն տան դիմաց կառուցվում էր նաեւ ուղղանկյուն կառույց, որը այդ ժամանակվանից հավանական կոչվել է մարակ, որը ուներ մի կողմից սրբազան նշանակություն, որովհետև տան նահապետի գերեզմանը պատրաստում էր տան մեջ, հենց այնտեղ էր թաղվում եւ գտնում էին, որ նրա հոգին պետք է շարունակի պահպանել տունը, որից էլ ծագում է մարակ բառը, որը ագը սրբազան կրակ, նյութականացում եւ հետաքրքիր է, որ Հայաստանից շատ հեռու կա մի սրբազան սար, կառույց, շատ նման մեր մհերի դռանը, նորից այդ դռի քանդակ, որը նորից կոչվում է հայի մարակ եւ ուրեմն տեղի հնդկացիները գտնում էին, որ այդ դռան միջոցով կարելի է կապ հաստատել, տեղափոխվել ոչ մենակ երկրի ցանկացած վայր, այլ նաեւ գնալ հեռավոր աստղերը, խոսենք որքան է դա ճիշտ, որքան սխալ, բայց փաստորեն չեմ կարծում, թե շատ պատահականություն է Լատինական Ամերիկայում այդպիսի անվանումը կառույցի տալը, ինչպես ասենք նաև Կապան քաղաքը եւ նրա մոտ գտնվող աստղադիտարանը նույնպես ինձ թվում է, որ բավականին կապ ունի հայկական Կապան քաղաքի հետ։ Տան ներսում պատի շրջանագծով պատրաստվում էր քարե նստարան, որը հետագայում, ասենք, գիշերը ծածկվում էր մորթիներով քնելու համար։ Հետագայում մենք տեսնում ենք, որ նույնիսկ Երևանների թագավորության ժամանակ այսպիսի տները, չնայած արդեն ոչ թե շրջանային էին, այլ քառակուսի ուղղանկյուն, սակայն նորից պատի տակ այդ կառույցը պահպանում է եւ դա նույնիսկ անցնում է Աքեմենյան Պարսկաստանին եւ հայտնի է, որ Դարեի կառուցած պալատի մեծությամբ համապատասխանում էր այս կառույցին նստարաններով եւ ուրեմն նաեւ մեջտեղում ուրեմն այդ շրջանաձև տանիքը փաստորեն ուներ գմբեթաձև վերևում անցքով եւ որը նաեւ ընդհանրապես այս մշակույթի կարևորագույն գիծն է, ուրեմն նաեւ կենտրոնում կառուցվում էր սրբազան օջախը, օջախի շուրջը ուրեմն կավից պատրաստվում էր եռոտնյա կառույց, իսկ կողքը դրվում էր նախնիների արձանները եւ սրբազան կենդանիների արձանները, հետաքրքիր է, որ հենց այս ժամանակաշրջանից ուրեմն սրբազան կենդանի է դառնում խոյը եւ պատահական չէ, որ հայերը խոյ արխայ անունները նույնիսկ որս գիտնականներ կապում են հայ անվան հետ, գտնելով որ հենց խոյը հոմանիշ խորհրդանիշն է խոյի, որը չնայած ուրիշներին վնաս չի տալիս, բայց իրականում նաև ունի բարձր վեհություն, հզորություն իր մեջ եւ բավականին ինքն իրեն պաշտպանել կարողացող կենդանի եւ պատահական չէ, որ ընտելացված իր բնական գծերը կորցրած կենդանուն հայերը կոչում էին ոչ խար, որը նշանակում է արդեն ոչ արիական խոյն է դա, այլ արդեն իր ընդհանուր գծերը կորցրած ոչ բնական կենդանի։ Հենց այս շրջանում էր, որ ձևավորվում է մեր գլխավոր սոցիալական հարաբերությունների կարևորագույն գծերը, մեր պետականության հիմնական ատրիբուտները, ինչպիսիք էին համայնքի գոյությունը,
հողի համայնական սեփականությունը, փոխօգնության գաղափարը, երբ մինչև վերջերս էլ ասում էին, որ գյուղը կանի, կերանքը կոտրի գաղափարը, որը նշանակում էր, որ պետք է միասին լինել եւ պետք է համագործակցության, ոչ թե հակադրության վրա դրվի հասարակական հարաբերությունները։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Սիրելիներս, այսօր այսքան, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայն լրատվականի հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Հաջողություն, կհանդիպենք։